Մեր ժամանակներում բավականին հաճախ շփվում ենք մի իրադարձության հետ, երբ հակաբակտերիալ բուժման հետ միասին հիվանդին նշանակվում է հակասնկային բուժում, պրոֆիլակտիկայի տեսանկյունից կանխելու ենթադրվող սնկային բարդությունները։ Շեշտենք, թե հակասնկային դեղորայքը ինչպես է նշանակվում, որոշակի դոզայի հակասնկային պրեպարատ, օրինակ ասենք ֆլյուկոնազոլը իր ստանդարտ դոզայով, 1 կապսուլայով նշանակվում է ինչ որ թերապիայի առաջին օրը, երրորդ օրը, չէ, այսպես տարբեր սխեմաներ կան պրեպարատի նշանակման, եկեք քննարկենք դրա մասին։ Նշանակում է 3 օղակներում։ Առաջինը դրանք բժիշկներն են, այսինքն բժիշկի կողմից հակաբակտերիալ բուժման հետ միասին շատ հաճախ նշանակում է հակասնկային բուժում։ Բժիշկները գտնում են, որ պետքա դա նշանակվի։ Երկրորդ օղակը դա դեղատան աշխատողն է, որը տեսնելով բժիշկի կողմից նշանակված հակաբակտերիալ միջոցը, անկախ նրանից բժիշկը նշանակել է թե չէ, իրեն իրավունք է վերապահում հակասնկային միջոցի նշանակման, ոչ միայն իրավունք է վերապահում նշանակել, այլ նաև քննադատել, քննարկել բժիշկի նշանակումը, որ թե ինչ բժիշկ է, որը չի նշանակել։ Դեպքի լուրջ արտահայտությամբ ասում է, որ ոնց թե առանց սնկայինի դուք պատկերացնում եք ինչ դեղաչափեր է ձեզ նշանակված 1000 միլիգրամ ամոքսացլին օրը 2 անգամ 14 օր շարունակ, դա ես իմ սրամաներն եմ ասում, 14 օր շարունակ ու ոչ մի հակասնկային, հերիք չի վարկաբեկում է բժշկին, հերիք չի գործում է անհամապատասխան մասնագիտական էթիկային, մի հատ էլ հեսա կապացուցենք, որ ոչ ճիշտ, ոչ գիտական անհիմն նշանակում է իրականացնում։ Եվ երրորդը դա մեր քաղաքացիներն են, որոնք կարծում են, որոնք համոզված են, որ հակաբակտերիալ միջոցների հետ միասին, եթե չնշանակվի հակասնկային միջոց, ապա մենք կանգնենք շատ լուրջ բարդությունների առաջ, լուրջ խնդիրների առաջ, ու դրանք որոնք են ինձ թվում է ընթացքում քննարկման ավելի պարզ կլինի։ Հիմա փորձենք այս 3 օղակը ամեն մեկը քննարկել, ինչու՞ չէ նաև քննադատել, տեսնել թե ինչ է ասում ապացուցողական բժշկությունը ամեն մեկի մասին եւ ինչ որ եզրակացություն կա։ Նախ մենք նշենք, թե իրականում կա այդպիսի ցուցում, թե ոչ եւ որ դեպքերում պետք է դա իրականացվի եւ ինչպիսի դոզաներով։ Նախ դրան անդրադառնանք։ Շատ լավ։ Հետո կվերադառնանք արդեն այն massայական թյուրըմբռնմանը, որը գոյություն ունի մեր հաճելի իրականությունում։ Ուրեմն ցուցումները, որոնք պետք է ուրեմն հակաբիոտիկային թերապիայի ժամանակ իրականացվի հակասնկային բուժում։ Առաջինը ինտենսիվ թերապիայի բլոկում, դա ներհիվանդանոցային նշանակում է, որոշում են ռեանիմատոլոգները, դա մեր որոշելիքը չէ, այսինքն այդտեղ մենք անելիք ու ասելիք կարծես թե չունենք։ Միայն կարող եմ թույլ տալ ինձ նշել, որ այս դրույթը ոչ միշտ է իրականում, այսինքն հակամիկրոբային դեղորայքների հետ միասին ինտենսիվ թերապիայի բլոկում միշտ չի, որ ժամանակակից գայդերին, ուղեցույցներին համապատասխան հակասնկային պրոֆիլակտիկա է իրականացվում։ Երկրորդը դա որովայնային որոշակի վիրահատություններն են, օրինակ պերֆորատիվ խոռոչավոր օրգանների պերֆորացիաների թափածակման հետ կապված, սա էլ ներհիվանդանոցային գործողություն է, որին դարձյալ չենք անդրադառնում։ Շաքարային դիաբետով հիվանդներ Շաքարային դիաբետով հիվանդներին անտիբիոտիկոթերապիա իրականացնելիս հիմնավորված է հակասնկային պրոֆիլակտիկան։ Ինչու՞, որովհետև ինչու հակասնկային պրոֆիլակտիկան, բայց որ դեպքեր, երբ որ կա շաքարային դիաբետի դեկոմպենսացիա, այսինքն շաքարը բավարար ձևով չի բուժվում, նորմալ չէ, բարձր թվերի վրա է, որովհետև լորձաթաղանթները, որոնք արտադրում են լորձ, շաքարը բարձր հիվանդի մոտ, այդ շաքարի մեծ քանակով լորձը լավ սննդամիջավայր է սնկերի համար։ Եվ այս դեպքում, քանի որ սնկերը արդեն իսկ ունեն բարենպաստ պայմաններ իրենց չափից ավել աճի համար, դրա համար կանխարգելում ենք։ Եվ այստեղ նաև եկեք հիշենք մի բան էլ, որ ունենք հիվանդություններ, մի շարք հիվանդություններ եւ ունենք մի շարք վիճակներ, երբ որ օրգանիզմը գտնվում է իմունոդեֆիցիտի վիճակում, այսինքն դրանք կլինեն օրինակ մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված վիճակներ, դրանք կլինեն տարբեր տեսակի դեղորայքների օգտագործում, իմունոսուպրեսիվ դեղորայքներ, իմունոսուպրեսիվ բուժումները։ Խոսքը գնում է ոչ թե ըստ հիվանդի կարծիքի իր իմունիտետի վատ վիճակի, այ խոսքը գնում է հիվանդությունների, լուրջ հիվանդությունների մասին, օրինակ միավարակի ձիահի փուլի մասին, երբ որ իմուն համակարգը այնքան հուծված է, որ որևիցե ինֆեկցիա չի կարողանում պատասխանել, այդ թվում նաև սնկային։ Օրինակ, քրոնիկ երկար ձգձգվող որոշ հիվանդություններ, օրինակ
ռևմատոլոգիական պրակտիկայում երբ որ հորմոնալ իմունիտետը զճող դեղորայք է ստանում, այո, այս դեպքում էլ եթե դեղորայքային ճանապարհով իմունիտետը դիտավորյալ ընկճած է, այսպեսին է բուժումը պահանջում, ուրեմն անտիբիոտիկոթերապիա իրականացնելիս պետք է դարձյալ հակասնկային պրոֆիլակտիկա իրականացնել։ Կան ոչ այնքան լուրջ արտահայտված խնդիրներ, բայց խնդիրներ, որոնք բավականին հաճախ կարող են հանդիպել, դա կանանց մոտ կանդիդոզային վուլվովագինիտի առկայությունն է, բայց մի էպիզոդը կյանքի ընթացքում դեռ իհարկե ցուցում չի նշանակելու հակասնկային բուժում։ Ըստ ժամանակակից մոտեցումների նշվում է հետևյալ կերպ. վերջի 6 ամսվա ընթացքում 3 անգամ ապացուցված սնկային ախտահարում, այսինքն պետք է համոզվենք, որ այստեղ հակվածություն իրականում կա, որովհետև շատ պացիենտներ գալիս են հենց այդպես էլ ինձ մոտ ասում են սնկային, ինչ մոտ հաճախ է լինում սնկային խնդիրներ։ Սա մի քիչ հիմա պետքա գինեկոլոգների այգին մի երկու քար գցենք, խնդիրը ինչու՞մն է, ով գնում է գինեկոլոգին ասում արտադրություն կա, ասում սնկային է, բոլորը չէ իհարկե, բայց հազվադեպ չի, այսինքն սնկայինը աջ ու ձախ սնկայինը ախտորոշում է, թեև աջ ու ձախ չի, որ սնկային ախտահարումը լինում է, այստեղից էլ արդեն տարածվում է ժողովրդի մեջ, սկսենք կանանցից 5 հոգի կանանց 50%-ն է, ամեն մեկի, այո, բնակության 50%-ը բահալ իշխան են իրար մեջ ասում, խոսում, տարածվում այն միտքը, որ ահա մենք բոլորս հակված ենք սնկային ախտահարումների, դե մեզ ցանկացած բուժում նշանակելու դեպքում բարի եղեք հակասնկայինն էլ տալ։ Ահա։ Այս սրանք ցուցումներն էին, հիմնավորված դեպքերը։ Հիմա մենք խոսենք ընդհանրապես ինչ է տեղի ունենում բացի այս դեպքերից Սա քննարկեցինք բժիշկի կողմից հակասնկային դեղորայքի հակասնկային պրոֆիլակտիկայի նշանակման անհրաժեշտության մասին ու եկեք սենց շեշտենք մեկ անգամ եւս, որ եթե մեր թվարկվածները ձեր հիվանդի մոտ չկա, ապա հակաբակտերիալ միջոցի նշանակման հետ միասին չկա կարիք հակասնկային բուժման։ Ես մեջ բերեմ, ուրեմն ամենաշատ հակամիկրոբային պրեպարատը, որ նշանակում եմ, դա ամոքսացիլինն է, կլարիտրոմիցինն է, մետրոնիդազոլն է, որոնք ուրեմն 1000 միլիգրամ ամոքսացիլին օրը 2 անգամ մինչև 14 օր իհարկե հետը էլի դեղորայքներ կան, ես չեմ ասում, որ հիմա ամեն մեկը լսի ինքնագլուխ վերցի սկսի օգտագործել, ուզում եմ ասեմ բավականին լուրջ դոզա է առաջի հայացքից։ Ուրեմն 14 օր կարող է մարդը ընդունել։ Նույնը կլարիտրոմիցիլ 500 միլիգրամ, 1000 միլիգրամ օրական 14 օր։ Մետրոնիդազոլ 1000 կամ 1500 միլիգրամ օրական դարձյալ 10-14 օր կարող է նշանակել, սակայն երբևիցե տրամադրված չեմ եղել եւ չեմ նշանակել հակասնկային։ Մի քանի բացառություններ է, որ կապված են շաքարային դիաբետ, քրոնիկական հյուծված հիվանդներ եւ այլն, սրանք եթե չհաշվենք, դեպքերի մեծ մասում հիմնականում չենք նշանակում եւ որովհետեւ խնդիրը բնականաբար չի առաջացել եւ այն գրականությունն ու փաստերը, որոնց հիման վրա իրականացնում ենք այս բուժումը, ոչինչ չեն ասում հակասնկային թերապիայի մասին։ Բայց բազմաթիվ անգամ պացիենտը հարցնում է՝ «Բա հակասնկային բժիշկ ջան»։ Խոստովանեմ, որ միայն այն դեպքերում, երբ որ զգում եմ, որ պացիենտը կարող է ինձ մարմնական վնաս հասցնել, այն բանի համար, որ ես չեմ նշանակում հակասնկային, ասում եմ՝ «Ինչ հակասնկային»։ Մոտավորապես նիստատինից սկսած կամ այսպես նիստատինի մասին դոկտոր դուք կասեք, նիստատինից սկսած ինչ որ մի բան փորձել եմ այսպես մխիթարիչ, ամոքիչ մի բան նշանակել, որ հիվանդը վստահի բուժումը ստանա եւ լուրջ խնդրից ազատվի, թե չէ կարող է անվստահության պահ առաջանա ու հիվանդը հիասթափվի ու մնա իր մեծ խնդրով, ինչը արդեն առողջությանը վտանգավոր է։ Ես իմ պրակտիկայում նույնպես սեռավարակների բուժման ժամանակ շատ հաճախ հանդիպում եմ այս դեպքի հետ, երբ որ հիվանդը խնդրում, պահանջում, պարտադրում հակաբիոտիկների նշանակման հետ նշանակել նաև հակասնկային բուժում եւ շատ ճիշտ նշեցիք, որ եթե ինչ-որ մարմնական վնասվածքների խնդիր չկա, ապա չի նշանակվում եւ մինչեւ այսօր չեմ ունեցել որևիցե խնդիր, բայց մի բան եմ ուզում ասեմ, որ ձեր կամ իմ նշանակումը դեռ բավականին քիչ է, որպեսզի մենք կարողանանք գլոբալ ինչ-որ եզրակացություն անել բոլոր բժիշկների համար, գոյություն ունեն համապատասխան ուղեցույցներ, օրինակ կա սեռավարակների վարման ուղեցույցներ, որոնք բավականին հաճախ թարմացվում են անգլիալեզու տարբերակով, կա նաև հայալեզու տարբերակը, որոնց մեջ որևիցե տող նշված չի, իհարկե բացառությամբ վեր նշված դեպքերի, երբ որ հակաբակտերիալ միջոցների հետ միասին պետք է նշանակել հակասնկային բուժում։ Երևի թե պարզ է, հա, բժիշկների կողմից, իսկ տող կա նշած, որ հարգելի բժիշկներ
պետք չի նշանակել հակասնկային բուժում։ Ցավոք սրտի ոչ, Ինձ թվում է այս տողը պետք է ավելացվի։ Ինչու չկա նշած, Մենք ուղղակի թարգմանում ենք ուղեցույցները, անգլերենից թարգմանում ենք հայերեն եւ հրատարակում ենք։ Բայց ինձ թվում է այս թարգմանելու գործընթացի հետ մի քիչ պետք է հարմարացնենք, տեղայնացնենք եւ ավելացնենք, լուրջ ավելացնենք այդ տողը, որ հարգելի բժիշկներ ջան, բացի ահա այս կետերից, մնացած բոլոր դեպքերում պետք չի հակասնկային պրոֆիլակտիկա։ Շատ լավ, համենայն դեպս անգլերենի գրականության մեջ դա լուծված խնդիր է, դրա համար կարծում եմ յուրահատուկ ձևով չեն նշում։ Հիմա անցնենք մյուս կողմին հարցի, որտեղից է գալիս այդ ավանդույթը, որտեղից է գալիս այդ մեր բնակչության սերը հակասնկային դեղորայքի նկատմամբ։ Երկար տարիներ առաջ, երբ հակաբակտերիալ միջոցների քանակը բավականին սահմանափակ էր եւ ենթադրվում էին, որ այդ միջոցները ունեն բավականին լուրջ ու ծանր ազդեցություն մեր օրգանիզմի վրա, այդ թվում նաեւ ենթադրվում էր, այդ թվում նաեւ սնկային բարդությունների առաջացում, նշանակվում էր մի հատ շատ սիրելի պրեպարատ, որը կարծում եմ, որ ցանկացածը դրա անունը գիտի, նիստածին պրեպարատն է, որը շատ ուրախ եմ, որ մեր ժամանակներում նման տիպի օգտագործում լայն կամ եթե ավելի ճիշտ ասենք, ընդհանրապես օգտագործում չպետք է ունենա։ Ինչի՞։ Որովհետև պրեպարատը հետագայում իհարկե ապացուցվեց, որ թողնում է միմիային տեղային ազդեցություն, այսինքն չի ներծծվում ստամոքսային տրակտից, ինքն այդ հաբերի օգտագործումը ոչ մի ձևով չի կարող հասնի մեր օրինակ միզասեռական համակարգ կամ մաշկ կամ այլ օրգան համակարգեր եւ ճնշի այնտեղի ենթադրյալ սնկի զարգացում։ Երկար ժամանակ նիստածին օգտագործելով եւ հակաբիոտիկների օգտագործման հետ միասին չունենալով ոչ մի կողմնակի ազդեցություն մեր ազգաբնակչությունը ել ավելի համոզվեց, որ այդ հակասնկային դեղորայքի օգտագործումը անհրաժեշտ է։ Ժամանակները փոխվեցին, մեր ժամանակներում հայտնվեցին շատ ավելի ուժեղ, շատ ավելի լուրջ, լավ, կարող ենք ասել հակասնկային դեղամիջոցներ, որոնք ունեն հստակ իրենց ցուցումները, բայց իրանք հակասնկային միջոցներ են։ Եվ մենք ենթադրում ենք, մենք նկատում ենք ազգաբնակչությունը, ենթադրում է նաև բժիշկները, ինչու՞ չէ նաև բժիշկները, որ այդ անտիբիոտիկների հետ միասին հակասնկային դեղորայքի նշանակումը պետք է մի քիչ թարմացնել, որտեղ անտիբիոտիկները նորացել են, իրանք ավելի ուժեղացել են, հետաբար ավելի ծանր են ազդում մեր վրա, անհրաժեշտ է ավելի ուժեղ հակասնկային դեղորայքի օգտագործում։ Եւ ստեղ բեմա դուրս գալիս միանգամից մեր շատ սիրելի ֆլուկոնազոլ պարունակող բազմաթիվ դեղամիջոցները, որոնք կար կարծիք, որ Հայաստանը աշխարհում ամենաշատ ֆլուկոնազոլի տարատեսակներ ունեցող պետություններից մեկն է։ Գրանցված պետություններից մեկն է, ինչու որովհետև մեծ պահանջարկ կա, որովհետև բժիշկը նշանակում է, պացիենտը ուզում է որ նշանակել, բոլորը գոհ են, հատկապես գոհ է դեղագործական ընկերությունը, որը վաճառում է այդ դեղը։ Բայց եթե նիստածինը ոնց մտնում էր մեր օրգանիզմ նույն ձևով դուրս էր գալիս, այսինքն կարելի ասել, որ ինքը չուներ որևիցե մի ազդեցություն, այդ թվում նաև բացասական, գրեթե։ Գրեթե չուներ բացասական, ասենց ասենք, ֆլուկոնազոլը լինելով բավականին ուժեղ պրեպարատ ներթափանցում է օրգանիզմ, անցնում է ստամոքսային տրակտով դեպի լյարդ եւ այլ օրգան համակարգեր եւ չի կարող չունենալ կողմնակի ազդեցություններ։ Իհարկե այդ կողմնակի ազդեցությունները միգուցե այդքան էլ չեն տարբերում այլ դեղերի կողմնակի ազդեցություններից, բայց դա չի նշանակում, որ եթե ինքը ենթադրյալ անվտանգ է, ուրեմն պետք է աչուձախ իրան օգտագործել։ Հենա առողջան տնից դուրս գալուց խմենք։ Մեկ եւ երկրորդը, որը շատ կարեւոր է, երբեք չի կարելի դրա մասին մոռանալ, դա հարցի տնտեսական կողմն է, որովհետեւ մեր ժամանակներում դա շատ կարեւոր է, որովհետեւ հիվանդը օգտագործում է թանկարժեք դեղորայք, ավելացնել մի հատ էլ թանկարժեք դեղորայք լրիվ անիմաստ է, հա։ Ցավոք սրտի այդ միտքը, այդ գաղափարը, որ հակաբակտերիալ միջոցը պարտադիր պահանջում է հակասնկային միջոց, այնքան արմատացած մեր ազգաբնակչության մեջ, որ հիվանդների հետ ամենօրյա աշխատանքում մենք ստիպված ենք լինում, այն ինչ որ հիմա մենք խոսում ենք, նրանց նույնպես բացատրել, որը իհարկե ավելի դժվարացնում է մեր աշխատանքը եւ կլինեն բժիշկներ, որոնք ունեն այն գիտելիքները, որոնք մենք նոր ներկայացրեցինք, բայց հիվանդի հետ այդ ավելորդ 15 րոպե խոսակցությունից խուսափելու համար նշանակում են հակասնկային դեղամիջոց։ Եվ մի բան էլ, երբ որ ես ասում եմ, հիվանդ ասում է, ինչ եք ասում, իսկ ինձ այսինչ բժիշկը նշանակել էր այսինչ ժամանակ, այսինչ խնդրի հետ կապված։ Ես ասում եմ, ոչ, դա պետք չէ, ստացվում է հակասություն ունեմ, կամ ես եմ սխալ, կամ նա է սխալ։ Երկու դեպքում բժիշկներից մեկն ու մեկը, երկու բժիշկից մեկը սխալ է։ Բժշկությունը ընդհանրապես կորցնում է, կապ չունի ես ճիշտ եմ թե սխալ եմ, կարևորը որ բժշկությունը կորցնում է իր վստահությունը, առանց էլ մի մեծ վստահություն չունի,
առանց էլ գնալ բայց պետք է ասենք, որ դուք ավելի շատ եք կորցնում վստահությունը, որովհետև իր մեջ նստած է, որ ինքը պետք է օգտագործի հակասնկային դեղամիջոց։ Այսինքն եթե դու ասում ես չէ ու չես բացատրում, հիվանդի մոտ էլ մի քիչ կա անհանգստություն, մի քիչ վախ կամ օրինակ sense մի տարբերակ շատ հաճախ հանդիպող մեր պրակտիկայում։ Հիվանդը օգտագործել է հակասնկային բուժում եւ օրինակ տղամարդը եւ նրա մոտ առաջացել է ինչ-որ փառ առնանդամի երկրի շրջանում, հա? Ում ուզում ես հարցրել, դա սնկային հիվանդություն է, այն էլ սնկային հիվանդություն, որը պայմանավորված է մեր հակաբակտերիալ միջոցների օգտագործմամբ։ Բայց իրականում խնդրում եմ որպես մասնագետ նշեք դա ինչ է։ Իրականում դա սովորական ճարպ է, որը շատ հաճախ հանդիպում է շատ մարդկանց մոտ, բայց չգիտես ինչի ուշադրություն են դարձնում այն ժամանակ, երբ որ անտիբիոտիկներ են օգտագործել։ Խնդրում եմ մի հատ նորից կարճ։ Ուրեմն առնանդամի վրա առաջացող սպիտակ փառը դա ոչ թե սնկային ախտահարում է, այլ սովորական ճարպ, որը արտադրվում է ճարպագեղձերի կողմից եւ այդ երևույթը կոչվում է սմեգմա։ Ահա։ Եվ նշեք, որ տղամարդկանց մոտ սունկը պատահումը այնքան հազվադեպ, ոստվական հազվադեպ երկնքից Մարս Արբանյակ է ուղարկվում։ Ասեք, որ դա նույնպես այդպես է։ Այդքան հազվադեպ չէ, բայց դա բավականին հազվադեպ հանդիպող խնդիր է առողջ տղամարդկանց մոտ։ Եթե չկա շաքարային դիաբետ, եթե չկա ինչ-որ ուղեկցող այն մեր թվարկած հիվանդությունները, եթե չկա հյուծող հիվանդություններ, ուրեմն տղամարդկանց մոտ սնկայինը շատ հազվադեպ խնդիր է։ Սնկային ախտահարումները, սեռական ախտահարումները շատ հազվադեպ խնդիրներ են։ Այնինչ իրականություն ցանկացած անտիբիոտիկից հետո մարդիկ մի քիչ ավելի ուշադիր են սկսում սեփական օրգանիզմի նկատմամբ լինել եւ հայտնաբերում են սովորական ճարպը, վերագրում են, որ դա սունկ է ու գնաց։ Օրինակ մեր պրակտիկայում հետևյալ մեխանիզմն է աշխատում։ Նշանակվում է հակաբակտերիալ բուժում, դրա հետ միասին սեռավարակի դեպքում արգելվում է սեռական հարաբերությունը, իսկ այդ ճարպը ինչի համար է արտադրվում, որպեսզի սեռական հարաբերությունը ժամանակ ծախսվի։ Արգելվում է հարաբերությունը, չի ծախսվում այդ ճարպը, սկսում է կուտակվել ու հիվանդը արդեն տեսնում է, ունենում է նոր գանգատ։ Հա, որը իհարկե հակասնկային բուժման դեպքում ինքը կմտածի, որ դե լավ մի փոքր սունկը ակտիվացել էր, հեսա կանցնի ու դա իրականում տենց է լինում, որովհետև հենց այդ արգելքը անցավ հարաբերություն չունենալու, սկսում է ունենալու ամեն ինչ անցնում է, հա, իսկ չնշանակելու դեպքում ինքը չի սպասում 2-3 օր կամ մի շաբաթ, որ անցնի։ Իր մոտ առաջանում է լրացուցիչ նոր հիվանդություն, սնկային հիվանդություն եւ դա էլի խուսափում է սեռական հարաբերությունները։ Բայց դուք հիմա ոնց եք ասում, ինձ թվում է իրար մոտ իսկական ծառայ։ Իրար մոտ իսկական, ասեք որ այդ սնկայինը ճակերտավոր։ Տղամարդու մոտ սնկային հիվանդություն չի առաջանում, հարգելինս։ Ինչ ուրեմն սեռական օրգանին առողջ տղամարդու դա շաքարային դիաբետ չունի, դեկոմպենսացիա, եթե իմունոդեֆիցիտ չունի, չի առաջանում։ Այլևս այդ վախով, դա վախը ավելի շատ մտավախություն է, քան թե հիվանդ։ Այդ մտավախությունը փարատեք ձեր մեջ տեղեկանալով։ Խնդրեմ մեր մասնագետը մանրամասը տեղեկացնել։ Բայց ես մի բան եմ ուզում ավելացնեմ։ Ուրեմն հակասնկային պրոֆիլակտիկան իրականում դա ոչ թե ֆլուկոնազոլը 1 կապսուլայից ստանդարտ դոզայով ամեն երրորդը, դա լուրջ գործողություն է, այլ լուրջ գործողություն է, ընթանում է ամբողջ անտիբիոտիկոթերապիայի ընթացքում ամենօրյա ընդունումով ու բավականին մեծ դոզաներով կամ հակասնկային բուժումը, եթե իրականում դա հակասնկային ոչ թե 1-2 կապսուլայով, այն ինչ ուղեցույցներում է գրված, տարբեր սնկերի դեպքում տար, բայց համենայնիվ դա լուրջ դոզաներով է եւ այդ դոզաներով ես ինքս բուժում իրականացրել եմ եւ որ իմ գոլեգաները նայում են ասում Ես ինչ ես գրել, ոնց կարելի է այս դոզաներով հակասնկային նշել, բալյարդը, բամյուսը, իրական, այսինքն գիտեք ինչ կա։ Եթե կարիք կա, եթե ցուցում կա, եթե իրոք դա ցուցված է, եթե իմիտացիա չէ, եթե դա իրոք ցուցված, դա լուրջ դոզաներով տևական ժամանակով բուժում պահանջող խնդիր է։ Եթե իմիտացիա է, եկեք իմիտացիա չանենք։ Լավ։ Ինձ թվում է այս տարբերակն էլ པարզ դառավ մեր համար։ Հիմա եկեք քննարկենք այն մեջտեղի օղակը, դա դեղատան աշխատողների կողմից բժիշկի նշանակման ուղումն է, որ այսինչ բժիշկ կա, որ չի նշանակել հակասնկային բուժում։ Լուրջ անտիբիոտիկներ նշանակել, տեսեք արդեն դուք 18000 դրամի անտիբիոտիկ եք ձեռք բերել, սակայն ոչ մի 1000 դրամ չեք ծախսել հակասնկային բուժման համար։ Եվ այդ դեպքում այստեղ ասեմ, որ շահը չի շարժում, շարժարետը շահը չի, այլ մարդիկ հավատում են, որ համոզված են, որ իրոք հակասնկային պրոֆիլակտիկան անհրաժեշտ է։ Կներեք, հաղորդմանը պատրաստելուց առաջ փորձեցի մի քանիսի հետ պարզապես զրուցել։ Իհարկե կան տեղագետներ, որոնք կարծում են, որ այն գործը, ինչ որ իրենք անում են իշահ պացիենտին։ Եվ այսինքն ձեր ասած տարբերակ ենք, համոզված են, որ հակասնկային բուժումը հարկավոր է, անհրաժեշտ է։ Ցավում եմ, որ կան նաև դեպքեր, որոնք կարողացան sense բացահայտ ասել,
դե շեֆն ասել է, որ կա այսինչ դեղորայքի ավելցուկ պետքա ծախսել։ Եվ այստեղ այն տարբերակն է, սա այն դեղորայքի խումբն է, որը ոչ մեկ դեմ չի, այսինքն քաղաքացին դեմ չի ձեռք բերելու, ինքը լսել է, հարևանն է իր տենց ասում, իր ծնողներն են տենց օգտագործել, իրան էլ մի 10 տարի առաջ նշանակել էին այդ հակասնկայինը, հիմա այս մարդը դե բժիշկ է, կարող է մոռացել է, միգուցե այնքան էլ լավ չէր հիշում եւ այլն, բայց այդտեղս իրան օգնության հասավ դեղատան աշխատող եւ այդ նշանակումն արեց։ Գիտեք, ես ուզում եմ 1000 ներողություն, ես ինքս դեղատան աշխատել եմ տարիներ շարունակ։ Ես ուզում եմ անպայման այս բանը նշեմ, ուրեմն դեղատան աշխատողների մեծ մասը իրոք հավատում են, որ իրենք լավ բան են անում պացիենտի համար։ Նրանք իրոք շահագրգռված են դեղատան աշխատողները, որպեսզի պացիենտի համար լավ լինի։ Նրանք իրոք հանդիպում են, ունենում են շատ անգրագետ գրված ռեցեպտներ, կներեք, բայց իրոք դա այդպես է։ Հենց այնպես մի օր դեղատան աշխատողը չի զարթնում ու սկսում քիթը խոթել այս կամ այն բժշկի ռեցեպտի մեջ։ Մինչ այդ լինում են ռեցեպտներ, որոնք իրոք հակասական են լինում։ Դուք ինքներդ անկեղծ չունեք մաշկաբանական բուժում, չի լինում ձեզ մոտ հայտնվի կամ սեռավարակների բուժում չի հայտնվում ձեզ մոտ, որ դուք տեսնաք եւ ասեք սա կոռեկտ չի։ Պատկերացրեք, միգուցե այդ դեղատան աշխատողն էլ մի երկու բան կարդացել է, սովորել է, կրթվել է վերջում։ Ուզում եմ ասեմ, ավելի շատ ազնիվ մղումներից ելնելով է դեղատան աշխատողը միջամտուն, բայց եւ այնպես դա ճիշտ չէ, բայց եւ այնպես դա սխալ է եւ ուզում ասեմ, այստեղ որպես դեղատան աշխատողին հատուկ չմեղադրենք, բայց նաեւ զգուշացնենք, որ չի կարելի, որտեղ դե բժիշկն է նշանակում, դուք ինչի եք մեղադրում դեղատան աշխատողին։ Բժիշկը նշանակում է բարձրագույն կրթությամբ մասնագետը, դուք ինչ եք ասենք տեխնիկում դեղատան աշխատողը միշտ չի որ բարձրագույն կրթությամբ մասնագետ է եւ ինչ եք դուք մեղադրում նրան, ով որ բանը բժիշկն է անգամ ուզում եմ ասեմ այստեղ չեմ մեղադրում, պարզապես ուզում եմ որ լինի ճիշտ ինֆորմացիա։ Դե լավ, եկեք փորձենք ամփոփել, մեր այսօրվա զրույցը, որը նվիրված էր հակաբակտերիալ բուժման հետ միասին հակասնկային դեղորայքի օգտագործման, հակասնկային պրոֆիլակտիկային։ Մենք 3 ուղղակներն էլ քննարկեցինք, հասկացանք խորհուրդ տանք բժիշկներին, որոնք կնայեն այս ամենը, խորհուրդ տանք բժիշկներին, որպեսզի նրանք մեկ անգամ եւս ծանոթանան այն ուղեցույցների հետ, որոնք գործում են իրենց մասնագիտության մեջ եւ առաջնորդվեն այդ ուղեցույցներով։ Կարծում եմ, որտեղ այդ ուղեցույցներում հստակ նշված կլինի այն ինչ որ համոզված եմ, որ հստակ նշված կլինի այն ինչ որ մենք թվարկեցինք։ Անպայման։ Ես մի բան եմ ուզում նշել։ Ուրեմն բժշկությունը դա ոչ միայն մասնագիտություն է, այլ նաեւ առաջի հերթին դա գիտություն է։ Սա հավատալու, չհավատալու, ես կարծում եմ, դու այսպես ես գտնում, որքան մարդ այնքան կարծիք, սա գիտություն է։ Պրոֆեսորն ասեց, այստեղ երկուսին գումարած երկուսը որոշակի հաշվարկման համակարգում, որում մենք աշխատում ենք։ Բոլոր դեպքերում հավասար է 4-ի։ Եվ պետք չի, որ ես հասկանում եմ, կլինեն բազմաթիվ առարկություններ, բազմաթիվ, բայց գիտությունը նման առարկություններ չունի այսօր իր մեջ։ Այսօր գիտությունը ասում է այն, ինչ որ մենք լսել ենք գիտությունից, եկանք այստեղ ներկայացրեցինք։ Մնացած բոլոր առարկությունները, որ կլինեն, խնդրում եմ հարգելի գոլեգաներ, վերաբերվեք այս ամեն ինչի որպես գիտություն։ Ոչ մեկի անձին կամ գիտելիքին մենք չենք ուզում ինչ որ վնաս հասցրած լինենք։ Գնացեք ինքներդ ծանոթացեք, կարդացեք եւ կտեսնեք, որ սա այսպես է։ Իսկ եթե այլ բաներ կա, մեզ հետ կապնվելը դժվար չէ, խնդրում եմ ուղարկեք տվյալներ, որ այլ բան կա, այլ գիտություն էլ կա ժամանակակից դարում, մենք մի հաղորդում էլ կպատրաստենք դրա մասին։ Համաձայն չեք։ Շատ լավ։ Երկրորդ օղակը մեր դա դեղատան աշխատողներն էին, որոնց նույնպես խորհուրդ կտանք։ Որոնց ես շատ սիրում եմ։ Ահա, որոնց նույնպես մենք խորհուրդ կտանք, մի քիչ ավելի լուրջ վերաբերվել այս հարցին։ Զգուշ եղեք, երեխեք ջան, զգուշ եղեք։ Արդեն մարտիկան ձեր հետ ընդհանրապես թող ամեն մեկը բժիշկ իր հեռախոսը համարը պարտադիր պիտի լինի ռեցեպտի վրա։ Ու դեղատան աշխատողները պարտավոր են մի բան շտկելուց, ուղղելուց կամ ես ինքս դեղատուն աշխատելու ժամանակ զանգահարել եմ Հովանեսին, այն ժամանակ չեմ իմացել, որ Հովանեսն է, զանգահարել եմ, ես ինչքան հիշում Էրիուս պրեպարատի հետ էր կապված, գիշերը ժամը 12-ին զանգահարել եմ Հովանեսին ու իմացել եմ, որ թեկուզ գիշերվա 12 լինի, 1-ը լինի։ Զանգահարեք այդ հեռախոսը համարը, թե գտնում եք ինչ-որ բան ինչի, ճշտեք բժշկի հետ, համաձայնեցրեք, խորհրդակցեք նոր, որպեսզի դուք էլ պաշտպանված լինեք, ձեր քայլն էլ հիմնավոր լինի։ Դե էս էլ հասկացանք եւ իհարկե երրորդը խորհուրդ տանք մեր ազգաբնակչությանը, որպեսզի կարողանա ազատվել այ նման տիպի սխալ կարծիքից, այ սխալ ինֆորմացիայից, տեղեկատվությունից
որ հակասնկային բուժումը դա պարտադիր պայման է հակաբակտերիալ բուժման դեպքում։ Եթե ասեմ ձեզ համացանցում կան բազմաթիվ հանրապատչելի նաև գրականություն, որը կարելի է ընթերցել եւ այս ամենի ապացույցները նույնպես ստանալ։ Եվ մի բան էլ, եթե հանկարծ անգամ բժիշկը հակամիկրոբային բուժումը նշանակելու ընթացքում չի նշանակում հակասնկային եւ զարգանում է սնկային բարդություն, դա այսպես ողբերգական պետք չի ընդունել, հենց այդ ժամանակ, եթե պատահել է այդպիսի դեպք, հենց այդ ժամանակ հակասնկային դեղորայքով արդեն կարելի է այդ բարդությունը վերացնել, բայց չի կարելի 100 մարդու հենց այնպես նշանակել հակասնկային, ինչ է թե նրանցից մեկի մոտ զարգանալու է սնկային, ու այդ մեկը որպեսի չվրթովի, որպեսի այսպես չոգևորվի, գա բժիշկին պատասխանատվության ենթարկելով սպառնա, որպեսզի այս ամեն ինչը չլինի։ Պետք է 100 հոգուն անհիմն դեղորայք նշանակել։ Կլինի նման դեպք։ Խնդրեմ, եթե ինչ-որ մեկն է սպառնում է, այս ձայնագրությունը կարող եք տրամադրել, մարդիկ նայեն, սովորեն, իմանան, որ պետք չի ոչ մեկին ոչ մի բանում սպառնալ։ Սա է պահանջում գիտությունը, իսկ մենք որպես նրա խոնարհ ծառաներ կատարում ենք գիտության պահանջը։ Համեստ։